Այսօր մեր պետության հեռանկարները որոշակի են ավելի քան երբևէ, եւ սա առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ, որը հաստատվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Թրամփի աջակցությամբ։ Առաջիկայում մեզ սպասում են մեծ ու պատմական իրադարձություններ։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի իրագործումը, որը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից եւ իհարկե Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը, որը կապահովի մեր պետությունների եւ ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հետագա ընթացքը։ Այսօր էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված եւ պետք է արձանագրել, որ այն հիմա էլ ունի բավականին ուժեղ իրավական հիմք։ Ես սա կարևոր արձանագրում եմ համարում, որը մեր իրականության մեջ ոնց որ թե երբեմն մենք բաց ենք թողնում, ասելով, որ խաղաղությունը ինքը այդպես բանավոր պայմանավորվածության կամ իրավական ուժ չունեցող դեռևս փաստաթղթերի հիման վրա է, ձևավորված այդպես չէ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաեւ պարտադիր իրավական ուժ եւ տվյալ դեպքում ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային պայմանագիրն է եւ որը 2024 թվականի աշնանը վավերացվել է երկու երկրներում, եւ հիմա թե Ադրբեջանում, թե Հայաստանում ունի պարտադիր իրավական ուժ։ Ուզում եմ հիշեցնել, որ այնտեղ, որտեղ որպես պարտադիր իրավական ուժ ունեցող դրույթ արձանագրված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայն են երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք ընդունել Ալմաթիի հռչակագիրը։ Սա է իրականում խաղաղության անկյունակարը, հիմքը, որը, կրկնում եմ, ունի իրավական պարտադիր ուժ թե Հայաստանի Հանրապետությունում, թե Ադրբեջանի Հանրապետությունում։ Նաև ուզում եմ ընդգծել Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումը, դա էլ է շատ կարևոր գործոն Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման առումով եւ դրանով իմ համոզմամբ մեկնարկ է տրվել այդ թշնամանքի հաղթահարման եւ այն, որ Կիրանցի դպրոցը Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար, սա իմ ասածի ամենավառ վկայությունն է։ Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Սա խաղաղություն է։ Խաղաղությունը սա է։ Խաղաղությունը նաև այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում կրակոցի ձայներ չեն լսվում։ Ոչ միայն կրակոցի ձայներ չեն լսվում, այլև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում շուրջ ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում կառավարության նախաձեռնած տնաշինական ծրագրով, որ հանրության շրջանում հայտնի է որպես 16 միլիոնի ծրագիր։ Ավելի քան 3600 նոր տուն սահմանամերձ այնպիսի բնակավայրերում, հարգելի գործընկերներ, որոնց ճնշող մեծամասնությունում անկախությունից ի վեր գործնականում ոչ մի տուն չէր կառուցվել։ Հասկանում եք, 3600 տուն, նրանց մի զգալի մասը այնպիսի բնակավայրերում սահմանամերձ, որտեղ 30 տարվա, ավելի քան 33 տարվա
պետության գոյության ընթացքում ոչ մի տուն չի կառուցվել։ Ավելին, հիմա այդ բնակավայրերում, դրանց մի մասում ոչ միայն տներ են կառուցվում են դպրոցներ, 18 դպրոցի կառուցման նախագիծ է իրականացվում, 21 մանկապարտեզի կառուցման նախագիծ է իրականացվում այն գյուղերում, որտեղ անկախությունից ի վեր այն գյուղերի իհարկե կան առանձին վերցրած տներ, առանձին վերցրած գյուղերում։ Հիմա այդտեղ 18 դպրոցի շինարարության եւ 21 մանկապարտեզի շինարարության նախագիծ է իրականացվել, որոնց մի մասը ավարտվել է, մի մասը կավարտվի այս տարվա ընթացքում, մի մասը կավարտվի 2027 թվականին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար